2026 թվականի աշնանը Տավուշի մարզի 3 խոշորացված համայնքներում՝ Իջևանում, Դիլիջանում եւ Նոյեմբերյանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ սահմանված ժամանակացույցի Իջևան եւ Դիլիջան համայնքներում ավականու համամասնական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին, իսկ Նոյեմբերյան համայնքում նոյեմբերի 29-ին։ 2026 թվականին Հայաստանի 46 համայնքներում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մեծ մասը կանցկացվի համամասնական ընտրակարգով։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության փոխանցմամբ Իջևան համայնքում ընտրողների թիվը 34504 է, իսկ Դիլիջանում 19622։ Համամասնական ընտրությունների ժամանակ քաղաքացիները քվեարկում են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների օգտին։ Քվեարկության արդյունքներով ստացված ձայների համամասնությամբ աշխվում են համայնքի ավականու մանդատները։ Ավագանին համայնքի տեղական ինքնակառավարման կարևորագույն մարմիններից է։ Ընտրված ավագանու անդամները մասնակցում են համայնքի զարգացմանն ու կառավարմանը վերաբերող որոշումների ընդունմանը, սկսած համայնքային բյուջեից ու ենթակառուցվածքներից մինչև համայնքի զարգացման ծրագրեր։ Առաջիկա ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց ծրագրերն ու առաջնահերթությունները, իսկ Իջևանի, Դիլիջանի եւ Նոյեմբերյանի բնակիչները քվեարկությամբ կորոշեն, թե ում են վստահելու համայնքի կառավարումը առաջիկա 5 տարիներին։ Ընտրական գործընթացի ընթացքում քաղաքացիների համար կարևոր է ոչ միայն իմանալ, թե ովքեր են մասնակցում ընտրություններին, այլև ծանոթանալ նրանց ծրագրերին, գնահատել առաջարկների իրատեսականությունը եւ հասկանալ, թե ինչ լուծումներ են առաջարկում համայնքների առջեւ ծառացած խնդիրներին։ Տավուշ մեդիան համալիր գործողությունների իրականացմամբ լուսաբանելու է մարզի 3 համայնքներում սպասվող թիմ ընտրությունների ողջ գործընթացը, ապահովելով ընտրական գործընթացի, մասնակից ուժերի, նախընտրական ծրագրերի եւ քվեարկության արդյունքների բազմակողմանի եւ հավասարակշռված լուսաբանումը։ Տավուշի մարզի համայնքների համար այս ընտրությունները նաեւ հնարավորություն են հանրային քննարկման օրակարգ բերելու տեղական նշանակության հարցերը եւ հասկանալու, թե ինչպիսի զարգացում են բնակիչները ցանկանում տեսնել առաջիկա տարիներին։